Անվտանգության հարցը էլի բանակի հետ կապված, տեսեք, վերջին հարցպատասխանից Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վճռական եւ արմատական քայլեր են անելու բանակում մահերի հետ կապված։ Նախ ձեր գնահատականն եմ ուզում լսել, այս մեկ ամսվա ընթացքում այդ մահերի հետ կապված, սպանությունների հետ կապված, ինչու է դա լինում եւ ինչ վճռական կամ արմատական քայլեր պիտի անի օրինակ։ Աղանդավորագույն մանիպուլյատոր կարող է լինել, երբ որ մարտական հերթապահության ժամանակ խաղաղ պայմաններում զոհերի աղբյուրը համարեց խաղաղությունը։ Այսինքն այլ բառ չկա։ Իմ ելույթ հիմնականում նվիրվելու է բանակին, վճռական քայլեր շատ վաղուց պետք է արվեր։ 8 տարի այդ քայլերը որ չեն արել, հիմա այդ ամբողջը գերլարված պայթուն է առաջացնում։ Մի բան ասեմ։ Ես սնոտեապաշ չեմ, բայց տեսեք, այս դեպքերը իրար հաջորդ շարունակում մեծ ծավալ ստացան բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումից հետո։ Եվ իրականում ասեմ ձեզ, բանակում բազմաթիվ սպաների, ոչ քաղաքական հուսալի համարվող, ոչ իրենց յուրային համարվող հեռացումը հանգեցրեց կադրային լուրջ խնդրի։ Այսօր մեր զինված ուժերի կադրային համալրվածության ինչպես? Չէ, իրականում չէ, որովհետև այն ինչ որ իրենք կոչում են գնդերեցներ, ընդհանրապես Արդյոք հրեական ենթամշակույթի հետ կապված այդ որ Փաշինյանը միշտ ասում է, դա է պատճառը, որ բանակում ամեն դեպքում սպանությունները, պարբերականությունը չի դադարում։ Իրականում տեսեք, շատ տարբեր հանգամանքներ կան, բայց այս իշխանությունը նախկինների ժամանակվա գործելավոճը որդեգրելով փորձում է ամեն ինչ որ տեղի է ունենում բանակում համարել հասարակության հայելի։ Դեռ Սերժան Օհանյանը 13 թվականին պաշտպանության նախարար արգելել է բանակը հասարակության հայելի ձևակերպումը, որովհետև բանակը ինքը լրիվ ուրիշ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն է, բայց երբ որ դու, այսպես ասեմ, ամբողջությամբ գործում ես PR-ի համար, տեսեք վերջին դեպքը որ եղավ, դրանից 2 օր առաջ Սուրեն Պապիկյանը եղել է այդ զորամասում, այսինքն որպես ինչ, այսինքն այդ նախարարներ չեն եղել զորամասերում, այս 30 տարի գլխավոր շտաբի պետ ու պաշտպանության նախարար անակնկալ այդ չի կատարել։ Անօգուտ են Պապիկյանի այցերը, անօգուտ են ձեզ համար Պապիկյանը։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև խորքային բան կա, կառավարման հարց կա, զինվորների զբաղվածության հարց կա, հոգեբանության հարց կա, գաղափարականության հարց կա։ Նայեք, պրիմիտիվ օրինակ ասեմ, նոր ռազմական ոստիկանության պետ են նշանակել, որը ավելի շատ Բաղրամյան փողոցում պայթուցիկներ օգտագործվողն է, ռազմական ոստիկանության պետը ինքը հոգեբան պետք է լինի, ինքը բառնակի նիստ ու կացը, խորքը, պատմությունը իմացող պետք է լինի, իսկ որպես վերել են դեռ ավելին ասեմ, այսինքն ես բանակում այսօր ծառայող զինվոր եմ, կասեմ ի՞նչ կարգապահություն, դուք եք կարգապահ, պաշտպանության նախարարը գալիս է առանց գլխարկի ռազմական ոստիկանության պետ, դուք տենց եք կարգապահ, ես էլ ուրիշ ձև եմ անկարգապահ։ Երբ որ զինվորը տեսնում է հեռուստացով, որ խաբում են իրեն իր ծնողին, ասում են նոր հանդերձանք է բանակում, տենում են մի ստորաբաժանում ես կեսը, նոր հանդերձանք, կեսը հին հանդերձանք, ասում են լավ էլի սուտ եք խոսում։ Պարոն Մանուկյան, դուք անձնապես հետաքրքրվել եք, թե նախորդային ճամբարակի այդ դեպքով զինվորները ինչի էին ինից հետո դուրս բերվել։ Որքան ես տեղյակ եմ, պատիժ են կիրառել, որը խայտարակություն է, օրենքի ոտնահարում է։ ՏՊՆ-ն հերքել էր, չէ՞, Չէ, հակագազերի մասին ես երբեք չեմ ասել, ուղղակի տեղյակ եմ, որ պատիժ են կիրառել, այդ հատվածը ճանապարհի որ տեսնեք, այսինքն Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա մեղք գցել, չէ, այդ խեղճ ու կարակ գյուղացու զիլի վրա մեղք գցեց, այնտեղ որևէ կերպ այդ զիլը չէր կարող, այլ հարց որ առանց համարանիշի բան, խոթարքի զիլ է եղել։ Մարդը իր 3 անչափահաս երեխեքին այդպես է պահել, հիմա գյուղերում ապրող շատերը գիտեն առանց պետամարանիշի, առանց տեխասմոտրի բանի, լիքը այդ ավտոները դաշտերն են գնում, բանջարեղենում միրգ են հավաքում, բայց այդտեղ գործ ունենք խայտարակ, իրարա հաջորդ դեպքերի է։ Տեսեք, երկրորդ բանակային կորպուս, Իջևանի զորամաս, մի քանի դեպքեր են եղել, որևէ պաշտոնակցության մասին լսել եք, չէ։
Բայց դա Հիմա դուք պահանջում դուք եք պահանջում Սուրեն Պապիկյանի հրաժարականը։ Նայեք, ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի բանը հրաժարականը։ Նայեք, չի ինչ անում, ջանդան նոր չի ընտրվել։ Նայեք, ես ախր ինստիտուցիոնալ հիշողությունը լավ բան է։ 20 թվականի հունվարին մի քանի դեպք ա եղել։ Հիմնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Բայց քանի որ Facebook-յան ազդեցությունով են սրանք ու PR-ով են, իրանք մենակ աթոռն է այդ։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրամյանին, որը 1 տարի էր նշանակված էր, 1 տարին Պաշտպանության բանակի հրամանատարը շատ քիչ ժամանակ է։ Պաշտոնազրկեցին, տեղակալներին պաշտոնազրկեցին 20 թվականի հունվար եւ նոր հրամանատարություն եկավ, որը մինչեւ 44 օրյա պատերազմ դեռ չէր հասցրել ամբողջ առաջնագծի դիրքերով գնալ։ Այսինքն իրենց ամբողջ ուշք ու միտքը PR-ն է։ Իսկ այդ հայոյանքի բանի հետ կապված պաշտպանության նախարարությանը առաջարկ ներկայացրել են, բայց հրապարակային չեն։ Ազատել աշխատանքից Մելիքսեթ Պողոսյանին, Ռազմիկ Պետրոսյանին ինչպես եք գնահատում։ Չի էլ հետաքրքրում, այսինքն ինչ էին խորհուրդ տալիս, որ հիմա էլ ինչ անեն։ Բայց այստեղ կրկնում եմ։ Վարդանյանի մասով էլ եք նույն տեսակետին, պաշտպանության բանակի վերջին։ Հաշվի առնելով, որ Կամո Վարդանյանը երկար տարիներ նաև ծառայել է եղբորս հետ, զրկմնոն նրա մասին որ բառ ասել։ Պարոն Պապիկյան, իսկ ինչ կասեք Փաշինյանի ելույթի այն հատվածի մասին, երբ ասաց, որ թվարկելով այսպես խնդիրները, ասաց անհետ կորածներից, գերիների խնդրից անդին ավելի կարևոր է սոցիալ-հոգեբանական հարցը լուծել Ադրբեջանի հետ։ Ուղիղ եթերում ենք, բարեկրթությունը թույլ չի տալիս։ Պարոն, ներողություն մեկ հարց եւս էլի, բայց ճիշտ է զինվորներին պատժել Ոչ, Նիկոլա, որտեվ ամբողջ բանակը դարձրել է, իր խաղաղություն կոչված ցնորամտության գործի։ Որ զինվորականից տեսնում կարևոր խաղաղություն ունի։